Ես քո երգը վաղուց եմ լսել Գիտես, ես մտածում եմ, որ ճիշտ կանես, որ գնաս ու ընդհանրապես մեր տուն այս վիճակով չգաս։ Մեր տուն? Այ փողոցային շուն, այս վարձոտ տունը և դարավ քո տունը, չնայած եթե սենց շարունակես, հերս կարող եմ մի հատ էլ քո մոտ տուն առնի, ինչ եղե որ։ Գոր ինչ ես խոսում, ինչ ես սենց փոխվել, ինչ ա կատարվում քո հետ։ Յա, մտածում ես քեզ բեսամ սիրահարվել է, հիմա էլ խիս ես փոխվեցի, հա։ Ստեղ հա։ Թող մի հատ այն կողմ գնա։ Գոր ձեռքերդ այն կողմ տարան ասում, այն կողմ գնա։ Անասում, հա, չի։ Այն կողմ։ Այն կողմ հանսի։ Գոր։ Բաբ ջան, տեղերդ խմել ես։ Դե լավ։ Ես ինչ-որ տեղ ես պատրաստում, հա աղջիկս։ Սուրեն Կարախանյան, 58 տարեկան, առողջական խնդիրների պատճառով չի աշխատում։ Հա, բաբ ջան, զանգեցին աշխատանքի համար կանչեցին օֆիս։ Մարի Կարախանյան, 24 տարեկան, Սուրենի դուստրն է, ուսանողուհի է, ամուսնացած չէ։ Բայց ինչի ես դրա մասին ոչինչ չգիտեմ։ Բաբ ջան, դե ես աշխատանքի համար մի քանի տեղ էի դիմել, հենց նոր զանգահարեցին, կանչեցին հարցազրույցի, օֆիսներից մեկից։ Իսկ եթե այդ հարցազրույց հանձնես, որպես ինչ ես աշխատելու։ Բաբ, գործավարուհի։ Գործավարուհի։ Հա, այդ օֆիսում, որտեղ ինձ կանչել են, լավ լեզուների իմացություն է պետք, մեկ էլ համակարգչի, իսկ ես գիտեմ։ Պապ, ինչի ես տենց նայում, դրա մեջ վատ բան չկա։ Անկեղծ ասած սրտովս չի։ Ես չէի ուզենա, որ իմ աղջիկը գործավարուհի աշխատեր։ Պապ, լավ էլի, էլ մի սկսի, խնդրում եմ։ Չգիտեմ, սրտովս չի, բայց եթե որոշել ես, խնդրեմ։ Մեկ էլ պետք է խնդրեմ, որ ուշադիր լինես, թե ում հետ ես աշխատելու։ Անկախ նրանից, եթե քեզ ընդունեն աշխատանքի, միանգամից մի համաձայնվի։ Գաս տուն, միասին կխորհրդակցենք, հետո կորոշենք ինչ անենք։ Լավ։ Լավ, պապ, ուրեմն արի սենց նաև պայմանավորվենք, եթե տնօրենը ինձ դուր չգա, ես չեմ համաձայնվի, բայց եթե դուրս գա, կգամ լավ, կքննարկենք, հետո կընդունվեմ աշխատանքի։ Մեկա դու գիտես, չէ, որ ես մարդկանց հարցում չեմ սխալվում։ Դու խելացի աղջիկ ես։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ ճիշտ ես որոշել։ Շնորհակալ եմ, պապ ջան։ Պապ, ուրեմն ուտելիքը խոհանոցում ասարկած դրած է։ Դու կուտես, ինչ չսպասես ճաշին։ Տեղերդ էլ կեսօրի անպայման կխմես։ Եղավ։ Դերի բաճիկ անենք։ Շնորհ։ Գնա պատրաստեմ ու դուրս գամ։ Կուտեմ։ Դերս էլ կխմեմ։ Ես հաջողություն եմ ցանկանում։ Մերսի, պապ։ Գործավարություն։ Здравствуйте, Сусанна. Ով? Հա, թող ներս գա։ Այո։ Բարև ձեզ, ներս կարելի է։ Իհարկե։ Բանից ներս արեցի։ Նստի։ Շնորհակալություն։ Անունդ կասես ինձ։ Զավեն Խարատյան, 55 տարեկան, ղեկավարում է իրեն պատկանող շինարարական ձեռնարկության աշխատանքները, ամուսնացած է, ունի մեկ որդի։ Մարի։ Մարի, շատ հաճելի է։ Մարի ջան, իսկ դու աշխատանքային փորձ ունես։ Ոչ չունեմ, բայց ես համոզված եմ, որ ես յուրաքանչյուր աշխատանքում կարող եմ ինձ արդարացնել։ Հրաշալի, հրաշալի։ Իսկ ինչ լեզուներ գիտես։ Գիտեմ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, նաեւ լավ տիրապետում եմ համակարգչին։ Միանալի։
Այսպես կանենք, ուրեմն դու հենց այսօրից կարող ես այստեղ մնալ, չէ, եթե իհարկե ցանկանում ես։ Ծանոթացիր գործիր, ես գործավարին կասեմ կծանոթացնի։ Հետո թող որոշ ժամանակ անցնի, կտեսնենք, եթե հարմարը վես ցանկություն կունենաս աշխատելու, կշարունակես քո աշխատանքը, լավ։ Շատ լավ, ես կմնամ։ Ներեցեք, իսկ կարող եմ մի բան խնդրել։ Այո, Դուք կծանոթացնեք ձեր պայմանների հետ ինձ։ Իհարկե։ Թողն այսպես։ Մեր աշխատանքները սկսվում են առավոտյան ժամը 10-ին, ավարտվում երեկոյան ժամը 8-ին։ 1 ժամ ընդմիջում, հանգստյան օրը 1 օր, կիրակի օրը։ Դե աշխատավարձն էլ 120,000 դրամ։ Շատ լավ եմ, մեկ էլ մի բան էլի հարցնեմ։ Խնդրեմ։ Ես պիտի աշխատեմ ձեր ներկայիս գործավարու տեղը։ Այո։ Իսկ ինքն իրեն վատ չի զգա։ Հասկանում ինչ եք ուզում ասել։ Չէ, դա չի զգա։ Որովհետև ես նրան աշխատանքից չեմ հեռացնում։ Ընդհակառակը ինքն է դուրս եկել աշխատանքից։ Պիտի ամուսնանա։ Իսկ ամուսինը չի թողնի որ աշխատի։ Այնպես որ դու խնդիրներ չունես։ Ես հիմա կզանգեմ իրեն, քեզ կծանոթացնի գործերի հետ, լավ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Կարող ես գնալ։ Շնորհակալություն։ Միրոպը, ուր եք գնում։ Բիա, ես դու ով ես։ Չլինի երես քեզ թազայ ստացել։ Գիտեք, ես ընդհանրապես մի քանի օր է ինչ այստեղ եմ աշխատում ու կցանկանայի, որ հարգարից վերաբերվեիք։ Ինչի, նեղվեցիր։ Գոր Խարատյան, 26 տարեկան, Զավենի որդին է, չի աշխատում, ամուսնացած չէ։ Գիտեք, եթե պարոն Խարատյանի մոտ եք գնում, ասեմ, որ նա տեղում չէ։ Բա ուր է։ Գործնական հանդիպումով դուրս եկավ։ Ես էլ ասեմ ինչի զանգրից չի պատասխանում այդ մարդը։ Անունդ ո՞նց է։ Մարի, Մարի, իսկ հերս չի ասել երբ է գալու։ չէ, ինձ ոչինչ չի ասել։ Լավ, դե մետ կոֆե դիր խմենք ու սպասենք մինչև հերս գա։ Կլինի։ Լավ կլինի, հիմա կպատրաստեմ։ Ճասիր է շուտվանից ես տե աշխատում։ Մի քանի օր է ինչ աշխատում եմ։ Իսկ դուք սուրճ ինչպես եք ուզում։ Քաղցրս։ Այսօր իրիկուն ինչ ես անում գործից հետո։ Ներեցեք, ձեր ինչ գործն է։ Դե ուղղակի ասի մի տեղ գնայինք նստենք, էլի տեղ եմ քեզ ուզում հրավիրեմ։ Գիտեք ինչ, ես շատ զբաղված եմ, բայց եթե նույնիսկ զբաղված էլ չլինեի, անպայման կմերժեի ձեզ։ Չներկայացա, պրոբլեմ չկա։ Հիմա կծանոթանանք ու սաղ իրա հունով կգնա։ Գիտեք ինչ, դուք արդեն իրոք ձեր չափը անցնում եք։ Դոլեսի է, տոնդ փոխի ու հետս է տենց չխոսաս։ Ես ինչ ասում եմ պետք է հալած յուղի նման ընդունես, հասկացար։ Կոֆետ էլ դու խմի, այ քեզ բան, ձև ես տվեք քեզ։ Հիմար, անդաստիարակ, անկիրթ։ Կյանք, ես քեզ ասեմ, որ ամեն ինչ լսեցի։ Հարկառակը ես քեզ չեմ ապացուցելու, բայց կհանդիպենք։ Ապուշ։ Մարի։ Ես լավ որ տալես։
Վայ, գիտես ոնց է անհանգստանում, ուր էիր գնացել։ Հեռախոսդ էլ ինչպես միշտ տանն էիր թողել։ Ընկերս, ներսի կզանգեց։ Դու իրան լավ ես ճանաչում։ Հա։ Երկուսիս համար աշխատանք աճարել։ Զանգեց, պայմանավորվեցին, գնացինք ու ընդունվեցինք աշխատանքի։ Կարող ես ինձ շնորհավորել։ Վաղվանից արդեն աշխատելու եմ։ Պապա, ինչ ես խոսում։ Ինչ աշխատանք քո այդ սրտի հետ։ Մի անհանգստացի, սիրու ջան, մի անհանգստացի։ Թեթև աշխատանքա, բաղակություն ենք անելու։ Երեկոյան գնալու ենք, ամբողջ գիշերը նստելու ենք, հանգիստ մեզ համար զրուցելու ենք։ Իմիջիայլոց ներսիկը հոյակը զրուցակից։ Որպեսզի անհանգիստ չլինես, դեղերս միշտ հետս եմ վերցնելու։ Պապա, լավ էլի խնդրում եմ։ Իմ աշխատավարձը մեզ երկուսից լրիվ հերիք է։ Չէ։ Ես չեմ կարող ամբողջ բեռը քո ուսերին դնել։ Հետո քո աշխատավարձով ինչ կարող ես անել։ Հագնվես, դեղերս գնես, ուսման վարձդ վճարես, թե սնենք։ Պապ, մի կերպ ամեն ինչ կհասցնենք։ Արի չվիճենք այդ թեմայի շուրջ։ Չվիճենք, սիրուն ջան։ Անուան չես կարող ինձ հակառակն ապացուցել։ Ես արդեն իմ որոշումը կայացել եմ։ Պապ, մեկա դու հետ չես կանում ես մտքիցդ։ Երևի սոված կլինես։ Գնամ բերեմ սեղանը գցեմ, հաց ուտենք միասին։ Այ խելացի առաջարկ։ Ես էլ գնամ նվացվել։ Գոր, տղա ջան, դու երբ պիտի հասունանաս, երբ պիտի մարդ դառնաս, երբ պիտի տղամարդկային արժանիքներ ձեռք բերես։ Այ տղա ջան, փոքր չես է, 26 տարեկան տղա ես։ Քո տարիքի տղաները սարեր են շուռ տալիս, քո ուղեղը որտեղ է չեմ հասկանում։ Լավ էլի պապ, մարդ քեզ մի բան չասի։ Մեկ-մեկ նենց ես խոսում, ոնց որ աչքիդ գրողը լինեմ։ Տղա ջան, աչքիս գրողը չես, ես քո մասին եմ մտածում, քո։ Ուզում եմ, որ մարդ դառնաս, մի կտոր հացի տեր դառնաս, ուզում եմ, որ մտնես մեր ընտանեկան բիզնեսի մեջ, իմ հետնորդը լինես։ Հետո ուզում եմ, որ ամուսնանաս, ընտանիք կազմես, թորնիկ պարգևես, շատ բան եմ ուզում։ Ես թազա ավտո եմ ուզում առնեմ։ Ու հասկացա, դու չես ուզում այդ ավտոն առնես իմ համար, դրա համար ցած լոլո ես կարդում գլխիս։ Մեկ թքեմ ես քերեսի։ Չէ դու մարդ չես դառնա, չէ մարդ չես դառնա։ Գերի գլխին ավետարան կարդացին, ասում շուտ արեք, ոչխարը սառնացավ։ Հավե, սպարեսը չունեմ։ Սինց ինչ է դառը։ Մարի ջան, սրտի հավեր կա մոտդ։ Հա, աղջիկ ջան, բեր, մի երկու հատ բեր։ Հա։ Այդ աղջիկ ջանը քարտովարուտ հետ էր։ Հա, Չլինի որ թե գրել ես արդեն։ լուծենը թե լկտի մեկը դրան նայել է։ Բա իմ երեխու տարիքի աղջիկա, բա ո՞նց դիմեմ նրան։ Պապ գիտես չէ, տարիքի աղջիկներից ինչ լավ սիրուհի ա։ Լուծենը, այլանդա։ Լավ աղբեր հարց չկա։ Եթե դու չես ուզում, ես կզբաղվեմ իրանով։ Լսի գոր, չփորձես անգամ մոտ գնալ այդ աղջկան, չփորձես, ինձ խայտարականներ իմ աշխատակիցների մոտ, ոչկերդ կանեն, սրան այլ է։ Կարելի։ Հա, այլ, այլով ինչ եմ։ Ձեղա։ Ադրես։ Հա, Մարի ջան, այսօր կարող ես շուտ տուն գնալ, եթե իհարկե գործ չունես, եւ եթե իհարկե ուզում ես։ Գործ չունեմ, ձեր ասած թարգմանություններն էլ արել եմ եւ ուղարկել հասցեատերերին։ Ադրես։ Կարող ես հանգիստ գնալ։ Շնորհակալություն, ձեզ էլ բան պետք չի։ Չէ, ապրես, գնա, շնորհակալ, գնա։ Եթե ուր ես նայում։ Դու մարդ չես դար, դու հրած քաշտեղից, նստերես սանան, նկրստեղից, սկո հավեսը չունեմ, յարտես մի կեր։ Պապ հիմա ավտոս չես առնում։ Չէ, չեմ անում, կորիստեղից։ Լավ եղավ։ Ինչ եղավ, որ արժանիքիդ համար, որ։ Ընկերներս իրանց հերերին կես բերան մի բան են ասում, վռած հերերն անում են, բայց դու Ինչ ես ատենց եմ, ինձանից ակնկալիք սպասես, հետո նույնց ասեցին, որ արժանիքներիդ համար, հա։ Գնաս տերից, հա, գնա, հրած քաշ գնաս տերից։ լավ ես անում, պապ եղավ հարց չկա։